Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը յուրաքանչյուր տարածքի անվտանգ շահագործման անբաժան մասն է։ Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության ինքնաշխատ հրդեհային համակարգը մարզում օրինակելիներից է։ Վերջերս շահագործման հանձնված շենքում նորոգման ընթացքում հաշվի են առել ամեն մանրուք անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։ Ամբողջ մանկապարտեզում տեղադրված են տվիչ սարքեր եւ ծխային եւ ջերմային, տեղադրված են հրշեջ ծորակներ, երկու մուտքերի մոտ ունենք հրշեջ ծորակներ, հրշեջ վահանակ, կրակմարիչներ ունենք եւ ածխային եւ ծխային եւ յուրաքանչյուր խմբասենյակներում, այնտեղ որտեղ հիմնականում աշխատողները երեխաներն են, այդտեղ կան նաեւ ձեռքի հրդեհային սարք, եթե աշխատողը ինքը տեսնի, որ խմբասենյակում արդեն ծուխ է, ինքը կարող է հենց խմբասենյակում տվյալ սարքը միացնել եւ ազդարարման համակարգը արդեն ինքնաշխատ միանալու է։ Խնդիրների ժամանակին բացահայտմանն ու շտկմանը օգնում են մշտադիտարկումները, հրդեհային կանոնների խիստ պահպանումը աշխատակիցների եւ սաների համար անվտանգ միջավայր ապահովելու երաշխիքներից է։ Հաճախակի անցեկացնում տարհանման տակտիկական վարժանքներ, տարին 2 անգամ մենք ունենք մեր պլանով նախատեսված տարին 2 անգամ հրդեհաշիջման աշխատանքների տակտիկական վարժանքներ եք իրականացնում, ընդ որում հենց փրկարար ծառայության հետ միասին։ Հասարակական վայրերում հրդեհային անվտանգության պահպանումը իրավական պարտականություն է։ Այս հարցում բարեխիղճ տնտեսվարողների պատասխանատու գործողությունները հնարավորություն են տալիս խուսափել դժբախտ պատահարներից, ընդ որում որքան շատ է մարդկանց հոսքը, այնքան մեծ է խուճապի եւ աղետներին դանդաղ արձագանքելու ռիսկը։ Հրդեհի տագնապի ազդանշանները բոլոր վայրերում պարտադիր են, բոլոր։ Դա կլինի մարդաշատ վայրերում, կլինի սրճարաններում, բարերում, մոլերում, թե խանութներում, թե սուպերմարկետներում, թե մանկապարտեզներում, դպրոցներում, նույնիսկ կարելի է դրանցից բնակարաններում տեղադրել։ Հիմնական թիրախային ստուգումները իրականացվում են բարձր ռիսկային տնտեսավարողների մոտ։ Ստուգման ընթացքում կազմվում է ակտի նախագիծ, հետո ակտ, նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմում, տալիս ենք կարգադրագիր թերությունների վերացման համար, կարգադրագրում նշվում է ժամկետ եւ կարգադրագրում նշված ժամկետի ավարտի ժամանակ արդեն տվյալ թերությունները տնտեսավարողի կողմից պետք է բոլորը վերացված լինեն։ Վերացված չլինելու դեպքում կրկնակի ստուգման ժամանակ արդեն տնտեսավարողը տուգանվում է։ Հսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեության նպատակը ոչ թե տուգանելն է, այլ թերությունները վերացնելը։ Շենքի շինարարական չափանիշների պահպանումից սկսած ամեն շեղում կարող է ճակատագրական լինել։ Հիմնականում հրդեհը սկսում է հոսանքի լարերից, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում էլեկտրականությանը, որ էլեկտրականությունը մոնտաժված լինի նորմերին համապատասխան։ Շենքը պետք է ունենա ամենաառաջինը հրդեհի ազդանշանման համակարգ, որը որ միացվում է 911 ծառայությանը, կան դրա համար հատուկ կազմակերպություններ, որոնք զբաղվում են տվյալ ծառայության կապը անխափան պահելու համար։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը պատրաստակամություն է հայտնում մասնագիտական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են հասարակական, արտադրական, բնակելի կամ այլ նշանակության շինությունների նախագծմամբ, շահագործմամբ եւ անվտանգային գործընթացների կազմակերպմամբ։ Նպատակը մեկն է՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը եւ կանխել հնարավոր աղետները։ Անի Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։